Ողջունում եմ ձեզ, եկել եմ այսօր ուրեմն Արմավիրի մարզ գյուղ ջրառատ, հիշում եք Ժորապապիկին, ում մասին տեսանյութ եմ նկարել, ով շատ հետաքրքիր եւ տարբեր տեսակի խաղողներ ուներ, տեսնում եք արդեն խաղողների հասունացման սեզոնն է, վաղը չեմ իսօրն արդեն խաղողորնեքի տոնն է, այսպես սիրելի հետևորդներ, եկել ենք հիմա տեսնենք Պապիկը այս տարի մեզ ինչ խաղողներ ցույց կտա, տեսնենք այս տարի բերքը իր մոտ ինչպես է եղել եւ հասկանանք այս տարի խաղողներից որ խաղողներն են, որ լավ արդյունք են տվել։ Տեսնում եք, այստեղ կան խաղողների տարբեր տեսակներ։ Հիմա փորձենք հասկանալ, որը ինչ տեսակ է։ Պապիկը ստուգում է, տեսնենք, որ խաղողն է։ Սա որ տեսակն էր։ Ջոլի ամերիկյան սորտ է։ Օ, ինչ գեղեցիկ խաղող է։ Այ, սիրելի հետևորդներ, տեսեք ինչ գեղեցիկ խաղող է։ Սա ինչպես է կոչվում։ Սա կոչվում է քիշմիշ հելոին։ Քիշմիշ հելոին։ Ամերիկյան մաքուր քիշմիշը առանց կորիզի։ Ուշ աշնանը նոր մեջը թույլ ռյադում են տա։ Եկեք կտրենք մեկը տեսնենք, մի հատը կտրենք։ Սա խնդրեմ։ Սա կտրեք։ Մեկ րոպե մոտ։ Սա իմ տրորվող կորիզը։ Աշնանը ուշ աշնանը նոր կարծրանը։ Այսինքն եթե հիմա սա չամիչի համար օգտագործվում է, կորիզ չկա մեջ։ Հա, կորիզ չկա, բայց սա հարմար չի, չամիչի համար լավ է։ Տեսեք, սիրելի հետևորդներ, չափի համար մատից վրա պահեմ, որպեսզի հասկանաք չափը որքան է։ Մեկ ֆալանգի չափ։ Հիմա նայեք ճթի մեծությունը։ Ճութը թզաչափից մեծ է։ Հա, 25 սանտի։ 10 ընդեղը մոտ 35 սանտի, 30-35 սանտի երկարություն ունի։ Շատ հետաքրքիր։ Ես ոչ մի վիդեոյում նման երկար խելոյնի ճուտ չեմ տեսել, շատ հսկա ճուտ է։ Շատ հսկա է, շատ գեղեցիկ մշակել է Պապիկը։ Շարժվենք առաջ։ Այստեղ տեսնենք ինչ ունի։ Սա քիշմիշ սկասկան է։ Քիշմիշ ինչպես։ Քիշմիշ սկասկա է կոչվում։ Սկասկա։ Սկասկա։ Երազանք։ Ուրեմն Այսինքն հեքիաթ։ Կարկուտի սրտքեն պահպանում է։ Ահա։ Համ կարկուտից, համ էլ ծտերից։ Մարտի չի գալի։ Մենակ գալիս են շատ փոքր ջնջղուտներ կան։ Նրանք անվախ են, գալի մտնում են տակը, սկսում են։ Ներսից են ուտում։ Ուրեմն դրանց համար կախել եմ մկան կլեկ։ Հա։ Գալի տեսնում եմ մկան կլեկը, իրանց լեզվով մյուսներին ասում են, որ դանգավոր բան կան դեռ չգնում, չեն գալի։ Սա ինչ սորտ է։ Սա էլ է սկասկան։ Քիչ ավերնել արդեն սա հասել է։ Այսինքն ներքևինը հասած չի, թե երկու տարբեր սորտ են, տարբեր գույների են։ Տարբեր ժամանակների են։ Հա։ Սա դեռ հասած չի, սիրելի հետևորդներ։ Տեսքին չխապնվենք, որ մի փոքր դեղին է։ Սա էլ քիշմիշ ջոլին է։ Ամերիկյան մաքուր քիշմիշ է։ Բայց մեջը ոնց որ կուտ կա։ Չէ, սրանք կորիզ չեն, պետք է արդեն վաղուց հասել է սա։ Ամերիկյանների մեջ ամենաշուտ հասնող խաղողն է։ Պետք է սրանք կարիճնոյի դրած լինեին։ Ռյադում են տով։ Երկրորդ կարգի քիշմիշը առաջի կարգի չի։ Հասկանալի։ Գնանք առաջ։ Սա շայն մուսկատն է, օրենքով սա պետք է ճուտը։ Շայն մուսկատ։ Կտրվեր ճուտը, կեսից ավելի պետք է կտրվեր թափվեր, հնարավորինակ վերևի մասը ու գիլաները շատ մեծ են։ Ուրեմն սիրելի հետևորդներ, եթե տեսնեք այսպեսի մանր է, ուրեմն իմացեք, որ ճութը ամբողջությամբ պահվել է, չի կտրվել, ներքևի հատվածն են հիմնականում թողնում։ Հա, որովհետև շայն մուսկաթին կտրում են մեծ մասի հատիկները, թողնում են մի քանիսը։ Ինչպես է կոչվում։ Մեծ մասը խաղել են, շատ Բրավիսիմո։ Հիմա ես սրանցից մեկը մոտեցնեմ ձեռքս, որպեսզի ձեզ համար պարզ լինի չափի համար։ Սա է, չգիտեմ, լավ երևում է, թե չէ։ Նայեք, ոնց է։ Կարալոքի ծառնը Պապիկը տեսեք ինչ է, ինչպես արմատակալ ստանում։ ստանում։ Որ արմատակալի։ Աշունն արդեն արմատ կունեն, հանենք տեղափոխել։ Իսկ մյուս կողմինը սա ինչ ծառ է, որ նորից դրել է կարմիր։ Հա, վայրը կարալոք է, էլի դրել է արմատակալի համար, սիրել հետևորդներ։ Հա, շատ ավելի քաղցր են վայրի կարալոքները։ Պետք է միսը մուգ գույնի,
Փոքր է լինում, բայց Իսկ սա որքան ժամանակ է պետք, որ այսպես փաթաթված մնա։ հա, միջև աշուն։ Գարնանը դնում եք միջև աշուն։ Հա, արդեն լավ բավականին արմատներ են։ Իսկ ինչպես եք անում, վնասում եք շիվը, որ արմատական։ Վնասում եմ ինչ-որ 2 սանտիմետր երկարությամբ, կեղևը հանում եմ, ու հող եմ լցնում, ջրում եմ, փաթաթում եմ հերմետիկ, հիմա եթե սա բաց ենք ստուգենք, խոնավ է հանում։ Իսկ սա բոլոր ծառատեսակների համար է։ լինում է ինձ։ Շատ հետաքրքիր է, կարելի է նաև փորձել։ Այսպեսի բան սիրելի հետևորդներ, շարժվենք առաջ։ Ահա։ Սա ինչպես է կոչվում։ Սա կոչվում է բանանաս, շատ համով խաղող է։ Ինչ համի է։ Եվ բանանասի եւ անանասի։ Բանանաս։ Այսինքն բանան եւ անանաս։ Երկուսը Եկեք, կարող ենք փորձել։ Հա, կարա կոչի։ Փորձել հասկանալ։ Հիմա գնանք սեղանի մոտ դրանք։ Սիրելի հետևորդներ, մեջը ամբողջությամբ սպիտակ, մաքուր Պտղամիս է։ պտղամիս է։ Չգիտեմ, այսպես կերևա, ահա, կարող եք տեսնել։ Ու կորիզներ չկան։ Ամերիկյան քիշմիշը չկան անկուրից խաղող է։ Տեսեք, սա քիշմիշ ավատարն է։ Շամիչարի ինձ ամից։ Հիմա կտրեմ նայեք։ Լրիվ մաքուր է, անմահական խաղող է։ Բոլորը սրանից գալի տանում են իրենց ձեռքով չամիչ անելու համար։ Հիմա նայեք երկարությունը։ Մոտ 4.5 սանտիմետր։ Նոր սորտեր են, դիֆիցիտ սորտեր են։ Այս տարվա ապրիլի 3-րդ տասնօրյակին դրած պատվաստներն են։ Արդեն նմուշատվել եւ տեսքից երևում է, որ չեն խապում։ Կոչվում է Red Long։ Red Long։ Ամեն մեկն սորտը, բոլորի դիրկաները դրան վրա գրված են։ Տեսեք, բոլորն էլ պատվաստներ։ Սպիտակ թիլոինն է։ Նայեք ինչպես կացված է։ Այսինքն մի խաղողի ворթի վրա 8-10 տեղերում են, որ մինչև 10 պատվաստներ են։ Սա նախքին կապը այս հատվածում արցակում են, թուլացնում են, որ հետո նույնիսկ թույլ կապում են, որպեսզի վազը չխեղդի, չխեղդում է այդ տեղությունները կորել։ Սա ինչպես է կոչվում։ Սա կոչվում է Վլադիկա Նոչի, աշխարհում երկրորդ գերվավահաս խաղողն է։ Արդեն չամիչ է դառնում։ Երբ է հասնում դա։ Այս տարի հասել է 7 ամսի 10-ին, ամեն տարի հասնում է 7 ամսի 5-ին 6-ին։ Այսինքն հուլիսի 5-ի 6-ին, այս տարի քանի որ տարին հետ է, մոտավորապես հուլիսի 10-ին։ Սա ամենասիրուն խաղողներից է։ Գեղեցիկ է։ Ունեք սիրել հետևում։ Սա կոչվում է Դուբովսկի ռոզվի, կորիզովա, բայց շատ սիրուն խաղող է։ Բոլորը Շատ սիրուն։ Նման խաղող են դա, նայեք։ Հերվից էլ որ գալիս էինք, ինքը միանգամից աչքի էր ընկնում։ Հիմա ինձ հատվածում եմ։ Տեսեք, չափերով էլ բավականին մեծ է։ Ավատարի նման մեծ խաղող է։ Շարժվենք առաջ։ Սա քիշմիշ անանասն է, ամերիկյան սորտ է։ Արդեն անանասի համը գալիս է։ Արդեն երեխաները ասում են։ Քիշմիշ անանաս։ Դա կոչվում է Պանդորա Ռաննայա։ Սա մինչև 20 գրամ քաշ ունենալու։ Առաջի տարին այս առաջի տարվա պատվաստն է, նայեք։ Հա, տեսեք, առաջի տարվա պատվաստն է, եւ բերքը արդեն վրան է։ Հա, ոչի հետ նաեւ սա էլ բերքը վրան է։ Տեսեք, սա էլ սիրել հետևորդներ, նոր պատվաստ է, բարձրանում ենք, բերքը արդեն պտուղը վրան է։ Զգացում որ չեն խապել, ճիշտ են, ուտե շատ են խապում։ Հա, իրականում խաղողների մեջ շատ են խապում։ Ամեն ինչում են խապում։ Պապիկն ասում է ամեն ինչում են խապում, հատկապես ռուսները։ Սա էլ ավատարի արդեն հասած ճթերն են թփի վրա սիրել հետևորդներ։ Որդի վրա։ Տեսեք ինչ մեծ ճութեր են։ Շարժվենք առաջ։ Սա էլ պապիկի չամիչանոցն է, դեռ չամիչներ չկան, պատրաստում ենք մի 10 օրից արդեն չամիչների համար պատրաստել։ Առաջի բլոկն է։ Սրանք լրիվ ավատար են, գնանք բոլորն ավատար են։ Տնկարանի առաջի բլոկն է։ Եկանք պապիկի խաղողի շարքերի մոտ։ Սա քիշմիշ ավատարն է, նայեք ոնց է դառնում։ Այս սետեն կախել են, որ ճթերի վրան ստվեր են գնում։ Հա, ճթերը արևից չվառվեն։ Ուրեմն արևմտյան կողմից 12-ից մինչև 2 ժամը 7-8 նայած կախվածողից արևը վնասում է հիմնականում ավատարի գիրաներին։
Գիլան կրկվում է, դձևալին ծրվում է։ Կախնում արդեն մոտորես կհանեմ, արդեն լրիվ կարմիր պիգմենտը գոյացել է։ Հիմա գնանք այնտեղ։ Ազիա բելայա, 27 սանտի երկարություն ունի։ Առաջի տարվա պտուղն է, դե դրա համար փոքր են։ Նշան է տվել։ Հա։ Գնանք առաջ, տեսնենք ինչ է ցույց տալիս պապիկը մեզ իր բազմատեսակ խաղողի այգում։ Սա մանիկյուր ֆինգերն է։ Շատ սիրուն խաղող է, դեռ սեպտեմբերի 1-ին նոր կհասնի ջրավորվի, առաջի տարվա բերքն է։ Նախորդ տարվա տեսանյութում, սիրելի հետևորդներ, գիշեք, որոշ տեսակների մասին մենք խոսել էինք, բայց քանի որ պտուղը չկար, ուշեր մեր տեսանյութը երբ որ նկարել էինք, այս տարի եկել ենք այն շրջանում, երբ որ գրեթե բոլոր խաղողները կան։ Սա դուբովսկի ռոզվին է։ Ով եկել ամենը մի գիլակ հավաքել են, դրա համար տեսքը սենց է։ Այս մյուս կողմից խապոտ է, բայց շատ գեղեցիկ է։ Շատ սիրուն խաղող է։ Հիմա գնանք առաջ։ Գնանք։ Ուտրենք տեսնենք։ Սիրելի հետևորդներ, հիմա այդտեղ տեսեք ինչ խաղող են գտել։ Ու ես եմ տեսել առաջին անգամ պապիկը, իհարկե մշակում է ինքը լավ գիտի ինչ խաղողներ ունի։ Սա ունի մոտ 3.5 կիլոգրամանոց։ Եկեք ես վերցնեմ, տեսնեն։ Պատկերացնում եք ինչ մեծ խաղողի ճուտ է, սիրելի հետևորդներ։ Սրա մասին կարծեմ նախորդ տարվա տեսանյութում մենք խոսել ենք, բայց երրորդ բերքն էր կարծեմ։ Հետ ընկած բերքներ։ Հիմա նայեք սա իր 3-4 բերքն է սա։ Հիշում եք որ ասում էինք խաղողը եւ պտուղ ունի վրան, եւ ցոգոլ ունի, եւ Սա էլ է 5-րդ բերքն։ 4-րդ, 5-րդ բերքն է այստեղ։ Սա որ բերքն է իմ ձեռքինը։ Առաջինն է։ Սա առաջինն է։ Ներքևում կա 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ արդեն 5-րդ բերք։ Այնտեղ ուրիշ խաղող է, գնանք կտրեմ։